Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմին ու եւս երկու սպա՝ Հասան Մոհաքեքը եւ Մոհսեն Բաղերին։ Ավելի վաղ Քազեմիի մահվան մասին հայտարարել էր նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի բանակն այսօր հայտարարել է նաեւ Թեհրանում գտնվող Քուդսի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Իրանն իր հերթին այսօր վաղ առավոտյան հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին։ Իսրայելը հայտնել է 3 զոհի եւ տասնյակ վիրավորների մասին։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են, կոտրվել են հյուրանոցների եւ մոտակա այլ տների պատուհաններ, հաղորդվում է Երուսաղեմում պայթյունների մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է Միացյալ Նահանգներն է թույլ տվել Իսրայելին հարձակվել Իրանի վրա։ Փեզեշքյանը դա միջազգային իրավունքի նորմերի խախտում է որակել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ մինչ այդ հայտարարել էր, Թեհրանը տվյալներ ունի, որ Վաշինգտոնն օգնում է Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ ավարտին հասցնել վեճը։ Կարծում եմ համաձայնության ժամանակը եկել է, բայց երբեմն դրա համար հարկավոր է ավարտին հասցնել վեճը, հայտարարել է Թրամփը J7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կանադա մեկնելիս։ Նա միաժամանակ հրաժարվել է պատասխանել հարցին, արդյոք Իսրայելին հորդորել է դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները։ Իդեպ J7-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կասախ համայնքի բնակիչները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել, նշում են տրանսպորտի հարցը չի լուծվում։ Նրանք պահանջում են երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։ Կասախցիները փորձել են փակել Երևան աշտարակ մայրուղին։ Տարածքում հավաքված մեծաթիվ ոստիկանները թույլ չեն տվել։ Հաղորդվում է բերման ենթարկվածների մասին։ Բնակիչները պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի գյուղը Երևանին կապող մայրաքաղաքային թիվ 59 երթուղու աշխատանքը։ Նրանք երթևեկում էին Ժոնգտոնգ ավտոբուսներով 150 դրամ վճարելով, փոփոխությունից հետո մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի։ Ման Մակնիշի ավտոբուսների անսարքության թիվը տոկոսային առումով կրկին շատ բարձր է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են, այս ավտոբուսները պահեստամասերի խնդիր ունեն, նաև տեխնիկական խոտաններ են ի հայտ գալիս։ Ավինյանը հայտարարել է, խնդիրն առկա է վերջին 6 ամիսներին, եւ եթե այդպես շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չեն շարունակի համագործակցությունը։ Հանրապետության տարածքում հունիսի 16-ից 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանցին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ին աստիճանաբար կնվազի 4-ից 7 աստիճանով։ Անցած հանգստյան օրերին նույնպես մի շարք մարզերում եղանակային վատ պայմաններ են գրանցվել, կարկուտ եւ փոթորիկ։ Տանիքներ ու մեքենաներ են վնասվել, ծառեր են տապալվել, հաղորդվում է նաեւ տուժածների մասին։